Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն բարոն նախարար, ես Փույա Հոսեյնի եմ, Իրան-Հայաստան համագործակցությունի զարգացման հիմնադրամից։ Հարցս ուղղված է ձեզ, մենք ինչպես գիտենք Միացյալ Նահանգները բաժամիջոցները գրարել Իրանի դեմ, միջազգային բաժամիջոցները մասին է խոսքը եւ մենք գիտենք տարբեր երկիրներ, որ Միացյալ Նահանգների հետ ջերմ հարաբերությունների մեջ են եւ այդ բաժամիջոցները կարող են աշխատեն, օրինակ բերեմ Հնդկաստանը 6 ամիսով կարողացել է Չաբահար նավահանգիստի վրա իր բաժամիջոցները չեղյալ համարել, սարացնել, կամ այլ երկիրներ Իմարաթն է, որը ջերմ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ եւ Արևմուտքի հետ եւ կարողացել է եւ ինչպես գիտենք մեծ մասը Իրանի տնտեսությունը եւ արևտուրը Իմարաթից է, ինչպես կարանք անենք, որպեսզի Իրան-Հայաստանի հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները, քաղաքական հարաբերությունները երրորդ կողմը չի խոչընդոտի եւ այդ բաժամիջոցները ինչպես կարակ դուք որպես անկախ երկիր այդպես անեք ձեր գործընկերների հետ, արևմուտքի հետ, ինչպես թե երկխոսություն ունենակ, որ այդ հարաբերությունները Իրան-Հայաստանի մեջ, Իրան-Հայաստանի մինչև չխոչընդոտեն եւ նաեւ այդ Թրամփի ճանապարհը, օրինակ մենք ունենք հյուսիս-հարավ ճանապարհի մեջ հատված, որ իրանական ընկերություններ են կառուցում եւ դա կարող է հակասություն ստեղծի այնտեղ եւ Միացյալ Նահանգները խոչընդոտի այդ համագործակցությունները մեր երկու երկրների միջև։ Մի դիտարկում ինձ թույլ տամ, երևի բնորոշիչ, եթե ոչ բոլոր, ապա հարցերի մեծ մասի դեպքում։ Բոլորս հիմա այստեղ միահամուռ, բոլորս չէ, բոլորը փորձում ենք գտնել հակասություններ, չգիտեմ, Հայաստանի, ուրեմն քաղաքականության այս կամ այն բաղադրիչների միջև, բայց հենց սկզբից բարեբախտաբար արձանագրեցինք, որ հաջողվում է այնուամենայնիվ Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում ձևավորել համագործակցության կամ, չգիտեմ, հավասարակշռության առնվազն մթնոլորտ եւ կոնտեքստ եւ ձեր ներկայացրած հարցը այս մեծ կոնտեքստում եւս բացառություն չի, մենք իհարկե շատ հրաշալի մեր հարաբերություններ ունենք ձեր նշած երկրների հետ, մեր համար շատ կարեւոր են մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ, գիտեք վստահ եմ ինչպիսի մեծ համագործակցություն կա եւ համագործակցության հեռանկարները մեր համար կարեւոր են համագործակցությունը ծոցի երկրների հետ, այդ թվում նաև Արաբական Միացյալ Էմիրատների, ընդ որում նույն ուրեմն ենթակառուցվածքների, տնտեսական տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում եւս, եւ այս ամեն ինչից զատ ես քիչ առաջ առիթ ունեցա ասելու, մեր համար շատ կարեւոր են մեր հազարամյակների հարևան եւ բարեկամ Իրանի հետ։ Եվ ոչինչ աշխարհում այս բարեկամություն եւ գործընկերությունը չի կարող խաթարել։ Դա կլինի քայլ Հայաստանի Հանրապետության դեմ, այսինքն ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետության որևէ կառավարություն, որը չի շարունակի Իրանի հետ հարաբերությունները, այդ նույն եղբայրության հարևանության մթնոլորտում միջավայրում։ Հիմա սրան զուգահեռ իհարկե կան միջազգային սանկցիաներ, պատժամիջոցներ, որոնք մենք չենք շրջանցելու եւ չենք շրջանցել երբեք։ Դուք ասեցիք աչք փակել, չգիտեմ այդ տերմինը որքան է կիրառելի, եւ վստահ եմ, որ այդ տերմինը հաստատ կիրառելի եւ թույլատրելի չի արտաքին գործերի նախարարության կողմից, եւ ընդհանրապես մենք բոլոր միջազգային գործընկերների հետ շատ ազնիվ ենք, մենք ոչ մեկի չենք խաբում։ Այդ թվում եւ չենք խաբում այն երկրներին, ովքեր եւ կամ մասին կազմակերպություններ, ովքեր պատժամիջոցներ ունեն Իրանի հետ կապված, ցավով արձանագրելով
որ այդ պատժամիջոցները իհարկե սահմանափակում են մեր եւ Իրանի առևտուր, օրինակ, մեր եւ Իրանի միջև ուրեմն տնտեսական հարաբերությունները։ Ցավոք, այո, սահմանափակում են։ Այդ սահմանափակումներից անդին եւ մենք շատ թափանցիկ ենք նաեւ Իրանի դեպքում, մյուս դեպքում եւս բոլոր միջազգային գործընկերների եւ շատ ազնիվ ու թափանցիկ ենք նաեւ Իրանի հետ։ Հիմա այդ սահմանափակումներից անդին մենք շատ աշխույժ տնտեսական հարաբերություններ ունենք Իրանի հետ եւ այդպես էլ շարունակվելու է։ Եվ ես որպես Հայաստանի նախարար հույս կարող եմ հայտնել միայն, որ մի օր այդ սահմանափակումները վերանան եւ մենք կարողանանք մեր հարաբերությունների ամբողջական պոտենցիալը օգտագործել։